Բարելույս սիրելի քույրեր եւ եղբայրներ, գողջունեմ ձեզ բոլորդ մեր բատվական փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Զոր բաշտեցինք քիչ առաջ, չէ՞։ Ինչ հիանալի է իր ներկայության մեջ լալ։ Այնպես է քույրեր եղբայրներ։ Նաեւ մեր չեն ողջունները մեր սիրելի քույրերուն եւ եղբայրներուն, որոնք կհետևին մեզի դարբեր երկիրները դերը ցես շատ օրհնե, որ ոչ թե միայն գեհդեվիկ կգիսվիկ կփաժնեցիկ խոսքը դերը օրհնեցեսի նոր կյանքի հովական ծառայության վարչական գազմի եղբայրներուն եւ քույրերուն անունով ցեզի շնորհակալություն գտնենք դերը բոլոր դալ օրհնե սիրելի քույրեր եւ եղբայրներ փառք իր սուրբ անվանը հալելույա նույն մնե որ սրդիս վրա երկար ժամանակ է վերգա եւ կփորձեմ այսպես գտնել այն քիծը որ գարենամ եւ ցեզի հետ գիսվիմ հասկանալի դառնամ որովհետեւ կարևոր նույթ է եւ մեր մշակույթին եւ մեր ընկերային ցանկին նայված միետնենք բիդի այսպես նկատենք որ արդյոք այս նույթը կարելի է իմ ցանկիս մեջ դեղ գրավե որտեղ մենք որպես ժողովուրդ, հայ ժողովուրդ մշակութային մեր կյանքը շատ չերմ է, ընկերային կյանքը մեր շատ չերմ է։ Եվ գիտեք Աստվածաշունչը եթե սերդենք, կտեսնենք շատ հիանալի կերպով մեզ գուսուցանե մեր փոխհարաբերություններու մասին, որ իրարու հետ առողջ փոխհարաբերություն ունենանք, հաշտ փոխհարաբերություն ունենանք։ Եթե ցեզի ուզեմ գարտալ համարը որ այս ուղությամբ կօգնի մեզի որ հասկանանք ինչ բանի մասին որ ուզեմ խոսիլ կամ ինչ բանի համար գարկնարգեմ Հռոմայացիս 14-րդ գլուխը եւ եթե 19-րդ համարը այսպես կգարտանք Հռոմայացիս 14-րդ գլուխ եւ 19-րդ համար անուն Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն ուրեմն իրարու հետ խաղաղությամբ եւ շինությամբ ապրինք իրարու հետ խաղաղությամբ եւ շինությամբ ապրինք հրամեցեք սիրելի քույրեր եւ եղբայրներ եւ նաեւ արաքյալը գսե որքան կարելի է որ մարդոց այդ հաշտությամբ եւ խաղաղությամբ ապրիս որքան որ կարելի է ամբողջ Աստվածաշունչը գխոսի որ թունքու սիրելներուդ հետ, զանոթներուդ հետ, բարեկամներուդ հետ որքան կարելի է խաղաղության մեջ ապրիս։ Բայց եւ այնպես այսօր գուզեմ խոսիլ այս նյութին ճիշտ հակապատկերը։ Անցեր, որոնք թերևս լավ գլա, եթե թույլ դաս որ կյանք հետ երթան, ելեն։ Թերևս քիչ մը զարմանքով գնայեք ինձի։ Բայց երբ որ ցեզի հետ գիսվիմ խոսքը եւ ցեզի փորձեմ նկարագրել, որովհետեւ շատ սերդեցի, շատ մդիգրի եւ ուզեցի այնպիսի գերբով ցեզի հրամցնել, որ հասկանալի դառնա, որուն մեջ շինություն ըլլա յուրաքանչյուրիս եւ բոլոր շարժարիտս այս նույնը ցեզի հետ գիսվելու սերը որովհետև գսիրեմ ցեզի եւ գուզեմ որ դուք լավակույն ունենաք ձեր կյանքի փոխհարաբերություններում մեջ ամեն բարակայի մեջ եւ ամեն ժամանակ պիտի չգրնա լալ որ թուն գարենաս ամեն մարդու հետ հաշտ եւ խաղաղ ապրիս եւ ինչ կվերապերի երբ կյանքիդ մեջ մարդիկ ըլլան որոնք թերևս մտածես թե արդյոք պետք է որ թող դամ որ ելեն իմ կյանքես, լքեն իմ կյանքս, արդյոք կարելի է այդպիսի գեցվածք ունենաս կյանքիդ մեջ, եւ եթե այո, ովքեր կարելի է որ այդ անձերը ըլլան։ Ովքեր են, որ թերևս եթե իրենց ասես որ լքես որ երթանք ու կյանքեդ քեզի համար ավելի շինություն գլայ օրհնություն։ Անոնց մասին ուզեմ խոսել։ Տերևս քիչմը դարօրինակ նույթ է, տերևս այս նույթը երբեք չեք լսած, բայց
Որպես անարժանապար հովիվաս եկեղեցին գուզեմ ամեն նույնի նկատմամբ գիտություն ունենաք, որտեղ գիտությունը երբ գործադրես փորձառության կվերածվի եւ քու կյանքիդ մեջ բդուղը կտեսնես։ Ամեն։ Եկեք աղոթքով գնանք Աստծո առջև, որտեղ այս նյութը պետք է որ Սուրբ Հոգին յուրաքանչյուրի սրտի մեջ ինք մեզ օգնի որ հասկանանք։ Դեր քու ներկայության առջև ենք այս պահուն։ Խոսիր ով դեր, խոսիր մեզ մե յուրաքանչյուրին։ Օգնե մեզի ով դեր, որ հասկանանք այնինչ որ մինչև հիմա դեր չենք ըմբռնած, չենք ընկալած, սորվեցուր մեզի դեր, որբեսի մեր կյանքին մեջ մեր փոխհարաբերությունները դեր թակավորության ընդարձակման եւ մեր կյանքին եւ եղբայրներուս կյանքին շինության համար լավ դեր։ Օրհնե դեր յուրաքանչյուրս, հատկապես ծառայիդ ով դեր։ Երբ դեր դգարությանս մեջ քու զորությանդ արավելությունը կխնդրեմ։ Հիշե ծառատ ով դեր։ Շնորհակալ եմ քեզի։ Հիսուսի անունով։ Ամեն եւ միշտ ամբես, ամեն, փառք իր սուրբ անվա։ Գրնալալ անցեր, որոնք իմ կյանքիս մեջն են եւ լքեմ որ երթան մեր կյանքին, թույլ տամ որ երթան։ Սա չեմ խոսիր անպայման քու ընտանիքիդ նկատմամբ, սա մեկը ասեմ քեզի։ Չես կրնար քու գողագիցից ասես go away. Գամ քու մամայիդ եւ հորդ կամ զավագիդ։ Սա գխոսիմ այն ընկերությունները, որոնք մեր կյանքի մեջ կան մեր ընդրությունով։ Մենք զանոնք թույլ կտանք որ մեր կյանքի մեջ մտնեն։ Գրնան անոնք մեր հերավոր ասկագանական գաբերը լան, գրնան անոնք մեր թբրոցի ընկերուիները լան, գրնան անոնք մեր կորձադեղին մեջ, գրնան անոնք ոյև մեկ շրջանագի մեջ որ մենք կոյենք։ Անոնց մասին է որ ավելի գուզեմ գետրոնանալ սիրելի քույրեր եղբայրներ։ Կարելի է որ ես թույլ դամ այս մեկը, կարելի է որ թույլ դամ որ անոնք հերանան իմ կյանքես։ Երբեմն եղբայրներ եւ քույրեր Աստված ինքը գմիջամդ է, որբեսի անցը քու կյանքը թերացնե։ Երբեմն անցիկ իրենք գհերանան քեզմե։ Բայց գա բարականեր, որ թուն պետք է թույլ դաս որ երթան։ Աս երեկեն մեկ հատը քու պատասխանատվությանը դե եւ ովքեր են անոնք որոնք թույլ պիտի դաս որ երթան քու կյանքեդ։ Առաջինը այսօր ավելի թերևս տաստիարակչական է, անորամար գուզեմ որ լավ լսես եւ օգտագործես Աստծո խոսքին օրհնությունները։ Առաջինը անոնք որոնք թավաջանողներ են, գթավաջանեն քեզի։ Հութայի նման։ Թավաջանողը օրինակը հութայի նման, հութաներ, որոնք կյանքիդ մեջ կան, որոնք կուքան քեզի, որպես թե քեզի ընկեր, որպես թե քեզի մոդիկ, երեսիդ կխնդան, երեսիդ կժբդան, որպես թե քեզի մոդեն գսիրեն քեզի, բայց հաջող իրենց մտքին եւ իրենց սրդին խորքերը ինչպես կրնամ քեզ հարվածել։ Գգարձեմ թե ցեզ մե յուրաքանչյուրը ձեր կյանքի մեջ ունեցակ բարականեր, ունեցակ անձեր, որոնք ձեր գրնագեն հարվածեցին։ Գխորիմ թե ամեն մարդ որ աս կյանքի մեջն է գունենա այս փորձառությունը։ Անձեր որոնք երբեք ցույց չեն դար որ իրենք անանգեն։ Հիսուսի աշակերտներուն եթե հարցնեիր հութա իրենց մեկն էր որ Հիսուսի աշակերտներեն միներ եւ գհեդեվեր եւ գբաշտեր եւ իրեն հետ իր ծառայության ընթացքին իրեն գոժանտագեր Հիսուսի աշակերտներուն նայելով հութան իրենց մե դարբեր մեկը չէր։ Բայց հութայի սրդի մեջ առաջին օրեն արձածիրությունը որ
քահին վրա նստած էր, զինք կդաներ այն տեղը ուր դեմը կա, որ հարմար արիթմը ստեղծե 30 արձատ կդորի Հիսուսը մատնե եւ թավաջանե իրեն։ Այլ խոսքով են յետևեն հարված է։ Երբ Հիսուս սեղանին շուրջն էր վերջին ընթրիքին, եւ սա մեկ ինձի պիտի մատնե, եւ այդ բոլորեն իդ, երբ որ հութային նայեցավ, դարձավ իրեն ասավ, ինչ որ պիտենես շուտով է։ Թույլ տա որ երթա։ Թույլ տա որ երթա։ Քնա հուտա։ Եվ հութան քնած եւ այն երթալ եղավ։ Մեկ հատ եւս չի վերադարձավ։ Ոչ Հիսուսին, ոչ այլ իր եղբայրներուն։ Եվ գիտես անցը որ թավաջանության հոգի ունի, յետևետ հարվածելու, յետևետ քեզ զարնելու, իմ կյանքիս մեջ շատ եղած է։ Եղած են եւ եղավ։ Թույլ դուր որ երթան։ Որովհետև անիգա քու աստվածային ծրագրիդ եւ պլանիտ մեջ քեզ չեն գրնար օգնել։ Միշտ իմիդի ունեցիր անոնք որոնք շուրջ դեն ինչպես կրնան քեզի հետ եւ դու իրենց հետ թակավորության մեջ նվաս բերել։ Իսկ ան որ թակավորության մեջ քեզ վնաս կասնե թույլ դուր որ երթա։ Եվ երբեք մի զղջարան օր համար։ Մի զղջար։ Երկրորդ։ Գիտեք, առաջ որ երկրորդ երթամ Սամոս 41-րդ գլխում մեջ։ Նայեցեք Սամոս 41-րդ գլխում մեջ։ Հալելույա, փառքեզ ովդեր։ 9-րդ համարի մեջ նայեցեք Դավիթ ինչ կսե արկնարգելով Հիսուսին 41 եւ 9-րդ կսե մինչև անգամ իմ բարեկամս որու աբավիներ էի իմ հացս ուդողը ինձի թեմ գրունկ վերցուց Հիսուսի համար է այս մարգարեությունը եւ գարկնարգե հութային ինչ որ բիդնես շուտով է ամենեն ազնիվ եւ մեղմ գերբն է ասելու որ հերացիր կյանքես Երկրորդ Անոնք որոնք հաջող խնդիր կստեղծեն քու կյանքիդ մեջ Ինչու համար որովհետև իրենք խնդիրի մեջ են Իրենք միշտ խնդրի մեջ են Եվ այդ խնդրը ունենալուն պատճառներ կան անշուշտ Հավանաբար իրենց կյանքի մեջ հորի բնավորություններ սովորություններ հանցնարություններ ունին, որոնք addicted եղած են, դգարություններ ունին, որոնց հանցնարու եղած են, ոմանք կա գիտեք սիրելներ, այս երկրի մեջ այնքան շատ է addiction-ները, ոմանք գիտեք փախտախաղի հանցնարու եղած են, իրենց ամբողջ ունեցածը հոն գվատնեն, ուրիշներ կան, որ թմրեցուցիչներու հանցնարու եղած են, իրենց բոլոր ունեցածը հոն գմսխեն եւ գտնեն, ոմանք կան, որ ուրիշ տեսակ հաջոյամոլություններ ունին, weekend-ը երբ կուկա, իրենց բոլոր եկամուտը գծախսեն իրենց հաջույքին եւ հաջոյամոլության, մինչ իրենց ընտանիքը թերևս բադար մահացի գարիք ունի Գիտեք այս մարդիկը երբ որ քու կյանքիդ մեջ են եւ մշտադեր գերբով անոր հետ մոդիկ հարաբերության մեջ ես միշտ այդ խնդրը եւ այդ խնդիրները գրնա քու կյանքիդ մեջ ալ ներմուծվի Որովհետեւ մոդես կուզե որ թունալ մասնագից դառնաս իր հարցին մենք մարդիկ օգնելու խնդիր չունենք Անվոր մեկ ինգած է եւ անվոր դժվարության մեջ մենք որպես քրիստոնյաներ պետք է որ օգնենք ամեն եւ այո բայց երբ իր կյանքը հիմնած է նման սխալ հանցնարարություններու եւ ասենք մոլություններու եւ մի ճունի անոնց մե ազատագրվելու հերու գեցիր անցեր որոնք փարգացոդ են Փարգության հոգի ունին
Գիտեք Արագածի մեջ Սոմոնի մասուն ինչ կսե։ Փարգացող մարդուն հետ ընկերություն մի ըներ։ Գրնալալ որ անցմը այսպես քրիստոնյա երևույթ ունի եւ ունենա նման հատկություններ, որոնք քեզ միշտ ինվոլվ գնե, որբեսի քու յագյանքը միշտ փոթոր գալիս լա։ Գիտեք սուրբիկի մեջ կա Աստծո ծառաները մեկը, որ ուրիշներուն յանքի մեջ խնդիրի եւ փոթորիկի եւ փորձության պատճառ դարձավ։ Գիշեք մեկը անանք։ Հովնան։ Աստծո զավակն էր, Աստծո մարգարեն էր, այո։ Աստված իրենսավ Նինվե կնա։ Եվ ինքը Նինվենցը կեց եւ Թարսիս գնաց։ Այն անձը, որ նույնիսկ եթե Աստծո կպատկանի եւ իր գոչումը գցկե եւ իր գոչումին հագարակ ուտյամբ կերտա, քեզի չոքներ քու կյանքիդ մեջ։ Եվ այդ մարդը գնաց նավում մեջ եւ նավը հանգած ծովը ալեգոծության ենթարկվեցավ։ Եվ երբ որ քիծան որ ինքն է բաճարը, զինք երբ որ բռնեցին, ճուրը ներեցին, խաղաղություն եղավ։ Troublemakers մարդիկ կա կյանքիդ մեջ, որ հաջա կստեղծեն, հարց կստեղծեն։ Թույլ դուր որ երթանան բեսիները։ Գոկնես մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, եւ երբ կտեսնես, որ ինք ոչ մեկ քայլ գարնե, որ իր այդ ինգած վիճակեն ելնելու, եւ որովհետեւ գիտե որ ցուն իրեն պատրաստ ես միշտ ցերկ երգարելու եւ օգնելու, քու վրատ հենելու մշտադև գերբով, քու վրատ վստահելու մշտադև գերբով, հանկիստ է իր միտքը։ Ների մնացի, սակոն գա կով գերտամ։ Գիտե որ սակոին սիրտը փափուկ է անուշ է։ Եվ միշտ իրեն պիտի օգնե։ Երբ կտեսնես նման անձը, որ հաջող խնդիր կստեղծե, ինչու գիտեք, որտեղ իր այդ մոլությունները գրնան քեզալ աստել։ Երբ որ իրեն հետ միշտ ժամանակ կանցնես, մդերմություն գնես եւ ինք այդ վիճակի մեջ գրնա քեզ աստել։ Չար ընկերակցությունը աղեկ փառքը գաբագանեգս է բոսարակյալ։ Արթուն եղեք քույրեր եղբայրներ։ Որտեւ երբ որ քու նավը ալեգոծության մեջ է միշտ, գիտեմ որ ամեն մեկս մենք մեր անձնական դժվարություններ ունենք արդեն, չէ՞։ Արդեն մենք մեր անձնական, մեր ընտանեկան, մեր կորձին մեջ ունենք մեր դժվարությունները։ Երբ մեկը գբերե հաջող կերպով լերմը դժվարություններով լեցուն, բերե եւ ուսիդ վրա տնե եւ ասե որ ասի իմս է թուն վերցուր։ Իրեն գրնաս շատ մեղմորեն, ազնիվորեն ասե որ let them go. Ցկե որ երթան։ Երորդ անոնք որոնք կյանքիդ մեջ ծրվածություն կբաճարեն, distraction անգլերենով, distraction, ծրվածություն կբաճարեն։ Եվ աս օրինակը Թալիլան է։ Գիտեք Սամսոն Աստծո օձիալն էր, Աստծո օձիալը, որ Աստված անոր զորություն տված էր եւ այդ զորությունը մազերու մեջ տրած էր։ Եվ Թալիլայի պես աղջիկամը երբ որ ծանոթացավ, ինչ եղավ։ Այդ Թալիլան կներկայացնի ասաշխարի հրաբույրը, ասաշխարի ցանկությունները, ասաշխարի մեջ գտնվող բոլոր այն երևույթները, որոնք թերևս քու այս մարմիտ ուրախություն կբաճարեն։ Մարդիկ կան, որ հաջոյասեր են, մարդիկ կա ցանկասեր են, մարդիկ կա գսիրեն քիչերային կյանքը եւ անոնց հետ քու մդերմությունը քույրս եւ եղբայրս քու անոր հետ մդերիմ լալդ բադի լալդ կրնա քեզ վնաս հասցնել։ Թատրեցուն մդերմությունդ
նման անձերու հետ, որոնք գսիրեն այս շրջանակներում մեջ միշտ լալ։ Գիտնալով որ դու հավատացյալ ես եւ դու Քրիստոսի գեդեվիս, բայց իրեն համար ոչ մեկ խնդիր է անիգա։ Եվ եթե կրնա քեզի հետնալ դանիլ, ուրախ բիդելա։ Առաջ որ ինքը քեզի դանի, դու իրենս է երթաս բարի։ Թալիլա Սամսոնի ծրակիրը ամբողջ աստվածային ծրակիրը իրականացնելու մեջ իրեն շփոթեցուց, աչքերը ուրիշ տեղ դարավ։ Մարդիկ կան որ այսպես են քույրեր եւ եղբայրներ, եւ աչքերը գշլանա, երբ կտեսնե նման ասենք զվարճություններ։ Երբ դու կա եւ քեզի գսե որ գիտես երեք քիշեր, վաու այս ինչ բաների, այն ինչ բաների, աղջիկներով, դղաներով, ինչերերին, կելան խմեցին, ինչերերին, ինչ կլասի, եւ թուն իրեն մդերի մեզ մոդ ես, որտեւ այս մարմնի մեջն ես այդ մարմինը գշարժի։ Արթուն եղիր։ Թալիլաներ բիդելան, որ գուզեն սպաղեցնել, երդասարդ ես, ամորի ես, ամուսնացած ես, նույնն է, փոլորին համար նույնն է։ Չգարձեմ որ ամուսնացած եղբայրները եւ քույրերը ապահով են։ Չէ, մի գարձեք։ Երորդ, ինչպես որսի ծրվածություն բաճարով։ Նայեցեք Սողոմոնի մասուն ինչ կսե։ Անմիտներուն ընկերակցողը չար գլա։ Եվ թարգմանության մեջ կսե չարիքի գհանտիբի անմիտներուն ընկերակցողը, անոնք որոնք անմիտ են այս հոգևոր սկզբունքներուն մասին, անոնք չարիքի գան, երբ որ իրենց ընկերակցիս չարիքի գհանտիբիս։ Չորրորդ, գասկածամիտները Ասունցալ օրինակը 10 լրդեսներն են հին ուխտի մեջ, երբ Մովսես 12 լրդեսներ գրգեց 10 լրդեսները։ Ասոնք անոնք են որ միշտ կուքան քու գյանքիտ մեջ վախ գասկած ժխտական խոսքեր գցանեն, որբեսի չլա թե տուն կանանու երգիրը հասնիս։ Աստված քեզի գանչած է հադուկ պլանի համար, ծրագրի համար, եւ մարդիկ կան, որոնք ցեզի ասեմ նույնիսկ կրնան անոնք հավատացյալ լալ։ Այո, որովհետեւ գսիրեն այս մարդիկը միշտ քալ եւ քեզի սկուշացնեն, սկուշ եղիր։ Չլա թե առաջ որ մեկ խոսք, երկու խոսք քաչալերական ասելու, առաջին բանը ժխտական։ Գյանքիս մեջ հանդիպած եմ նման անձերու։ Այո, ժողովական սրահի մեջ, ժողովական սեղանի վրա եղած ենք նման անձերու հետ, այո։ Միշտ սկուշ, գասկած, վախ, երգյուղ գծանեն եւ գասկածամտությունը քու գյանքիտ մեջ քեզ գարկիլ է որ հոն հասնին։ Ես Աստծո փառք ունեմ, որ անանք հիանալի եւ հրաշալի կորձագիսներ ունիմ, որոնք իմ գողքիս են եւ միշտ ինձի հետ նույն դեսիլքին միշտ քաչալերով են փառքը լա։ Շնորհակալ եմ վարչական եղբայրներս, բայց ունեցած եմ անցյալին, այո ունեցած եմ։ Թերևս տունալ, երթաս մեգումը պլանետ կսես առաջին վարյանեն քեզի Գիտես, եթե ադի ենեսն է ադի բիդլա եւ առաջին վարյանեն վախ եւ երգու։ Այս 10 լրդեսները եկան եւ Իսրայելի ժողովրդին ժխտական ռիպորտ տվին։ Ասին հսկաներ գա այնտեղը։ Եվ անոնք մեր աչքերուն հսկաներ գերևին եւ մենք մեր աչքերուն եւ իրենց աչքերուն մարախի պես կտեսնվինք։ Եվ Իսրայելի ժողովուրդը անոնց մտի գրավ քան երկու լրդեսները, որոնք Հեսու եւ Քաղեբ էին, որոնք եկան եւ ասին մենք կրնանք մտնել եւ ժառանգել այս արդը գսե
Գաթի եւ մեղր փոխող երգիր է։ Եվ Աստված զանիգա մեզի դվավ։ Ժողովուրդը որու լսեց, գիտեք։ Դասը լրդեսներուն, որոնք եկան նեգատիվ գասկածներ թրին, վախ թրին, անոնք հսկաներ են ասին։ Ամոնի որդիները, ինչպես եթե չսխալիմ, հսկաներ են անոնք։ Մեզ եփնային, մեզ մարախի բես կդեսնեն։ Թույլ ուր որ երթան նմանները։ Ասոնք գարկիլեն քեզի կանանու երգիրը հասնել են, ասեմ քեզի։ Չես հասնիր այն խոստումին, որ Աստված քեզ դված է որ հասնես։ 5-րդ օգտագործողները անոնք որոնք քեզ գօգտագործեն։ Եվ գիտեք ով է օրինակը Սուրբ Գրքի մեջ։ Անարագին ընկերները։ Գիշեք երբ որ անարագը իր ժառանգությունը արավ եւ քնած հերու երգիրը իր ունեցած տրամը ամիջապես իր շուրջը ընկերներ եւ բարեկամներ փերավ։ Հանգարց ինքը այդ բոլորին սիրելին դարձավ։ Անոնց բոլորին վարդն ու զարդը եղավ։ Անոնց բոլորին փափակելի անձնավորությունը դարձավ։ Բայց երբ որ անարագին տրամը վերջացավ, անհետացան, disappear եղան։ Ասոնք այն անձերն են, որ հետաքրքրված չեն քու դեսիլքովդ, հետաքրքրված են քու տրամովդ։ Ինչպես կրնան քեզ օգտագործել, երբ քեզ մե նյութական շահ կա, կամ ովևէ մեկ այլ շահ կա, միան նյութականի մասին չեմ խոսիր։ Գերը գրնալալ հարկանք եւ թիր կլա, գրնալալ հանգամանք կլա, գրնալալ ովևէ մեկ օգուտը, որ գրնա քեզ մե առնել, եւ եթե գարնե անիգա, միշտ քուքովը դե եւ քեզի հետ է։ Երբ կանտրատարնաս, որ այս անցին շարժարիթը սրդին մեջ քու դեսիլքը չէ, քու ունեցածը դե, թույլ դուր որ երթա, թույլ դուր որ երթա։ Արագած 19-րդ գլխուն, Արագած 19-րդ գլխուն 4-րդ համարը այսպես կսե. Հարստությունը շատ բարեկամներ գավելցնե, բայց աղքատը իր բարեկամեն գլքվի։ Հարստությունը շուրջդ լեցուն մարդ կգազմե։ Եթե հիմա շատ շուրջդ մարդ չի գա գնշանագե այդ հարուստներում մեջը չես։ Բայց մեմը որ հարստանաս պիտի տեսնես ինչպես մարդիկ շուրջդ պիտի լան։ Let them go. Եթե իր ցանկությունը միայն քու ունեցած դե եւ ոչ թե դեսիլքը դե եւ միշնը դե let them go. Սիկետո երթան։ 6-րդ վերջընթերը անոնք որոնք քու ցանկիտ վրա գիշխեն dominate կնեն իշխողության հոգի ունին ինչպես գիտեք ով է օրինակ ասոր Փարավոն Երբ Իսրայելի ժողովրդին վրա գիշխեր եւ անոնց քերի ըրածեր եւ քերության մեջ աշխատցներ եւ ամեն կերպով իրենց որպես ըստրուկ կվարվեր իրենց հետ անոնց վրա գիշխեր քերիշխանությունը կհայտներ իրենց վրա Անոնք ազատություն չունեին, հանգիստ չէին գնար ապրիլ, որտեվ գիտեին, որ իրենց վրա իշխաններ կան, իրենց վրա զինվորներ կան, իրենց վրա պատասխանատուներ կան, նույնիսկ երբ որ կորձը թերի լայն պիտի բաճվեին, այսպիսի հոգեբանություն կա, երբեմն մարդիկ կրնալալ, որ գիշխեն քու վրա, իշխողության հոգի ունին։ Որոնք քեզ միշտ Թույլ գուդան, որ մտածես, որ դու միշտ քերի ես եւ ստրուկ ես։ Գիտեք Պողոս Արաքյալն ինչ կսե։
ամուր բռնե այն ազատությունով, որուն կանչվեցար։ Եվ դարձյալ ծառայության լուծի դակ մի մտներ։ Մի մտներ։ Մարդիկ պիտի լան, որոնք շուրջը գոմդ այս հոգեբանությունը ունենան եւ անոնք սիրեներ միշտ կվրա ջնշում կփանեցնեն։ Միշտ ջնշում։ Այնպես որ ինքզինքը փանդարգված վանթագի մեջ կսկաս։ Թույլ դուր որ երթան։ Թույլ դուր որ երթան։ Եվ 7-րդ եւ վերջինը։ Ով է 7-րդ խմբակը, որ ցկես որ երթան, անոնք որոնք կնախանցին քեզի։ Նախանցողները։ Ասոնք երբ կտեսնեն քու հաջողությունդ, երբեք չեն դոներ։ Երբեք չեն դոներ։ Նույնիսկ քան եւ երեսնին ժպտի քեզի, բայց իրենց սրդի մեջ նախանց մգա, որ այն Փարքին, այն հաջողության, այն կորձին եւ ճաշտոնին, որ հասած ես, այն քիրքը, որ ունիս, միշտ գնային եւ նախանցով լեցունեն։ Եվ գիտեք ով է օրինակը Սուֆկիկի մեջ։ Սավուխ թագավորը։ Երբ տեսնելու սկսավ Դավիթի հաջողությունը, գնաց եւ Քողիաթը դաբալեց, երբ որ եկավ, ժողովուրդը գիտեք սկսան երկելու եւ սելու, Սավուխ իր հազարավորները զարգավ, բայց Դավիթ իր փյուրավորները։ Երբ լսեց այս խոսքերը, ամբողջ իր գեցվածքը փոխվեցավ, նախանցը սկսավ զինք քրքրելու եւ անգե իդ ինչ սկսավ անելու, սկսավ զինք հալածելու։ Գիտեք նախանցողներ կան, որոնք կրնալալ այնինչ որ թուն ունիս իրենք չունին եւ անիգա իր նախանցը ցույց կտա որ թուն այդ մարզի մեջ հաջող ես, անիգա քեզի կրեդիտ թողլա, հասկանալու որ թուն այդ մարզի մեջ հաջող ես։ Երբ իրենք կնախանցին, թույլ դուր որ կյանքեդ երթան։ Թույլ դուր։ Որտեւ հաջող այս անձերը պիտի հալածեն քեզի։ Հաջող այս անձերը պիտի փորձեն քեզ վարձել, հարվածել։ Այս անձերուն հետ մդերիմ սեմ հարաբերություն մի ունենար։ Մի ունենար։ Հակոբու նամակի մեջ, գիտեք ինչ կսե Հակոբու նամակի մեջ։ Նայեցեք ինչ կսե սիրելներ, նախանցի համար։ Հակոբու նամակին 3-րդ գլխուն 16-րդ համարը այսպես կսե. Քանզի ու նախանց ու գրիվ գա հոնեն անգարկությունը եւ ամեն չար բաները։ Ուր որ նախանց կա։ Հոն անգարկություն կա եւ չար բաներ կան։ Եվ որ մարդիկ գիտես որ գնախանցին քեզի եւ այդ մեկը իրենց վերապերմունքեն իրենց սեզետ ունեցած հարաբերութենեն քեզ գվնասեն թույլ դուր որ երթան։ Այս 7 անձնավորությունները կյանքիդ մեջ են թույլ դուր որ երթան։ Մեկ հատ կրնանք հիշել։ Առաջինը անոնք որոնք գտավաճանեն քեզի։ Betray you։ Երկրորդը այն անձերը որ իրենք միշտ խնդիրի մեջ են եւ այդ խնդիրը գուզեն որ քու խնդիրը դլա։ Գանեն բարգը քու ուսիդ վրա գտնեն եւ վերցուր գսեն։ Երրորդ անոնք որոնք կյանքիդ մեջ ծրվածություն կստեղծեն Աստծո գամքը գադարել է Թալիլայի նման ծրվեց ուշադրությունը Սամսոնին եւ քերի եղավ աչքեր գուրցավ եւ իր աստվածային դեսիլքը չգրցավ իրականացնել։ Չորրորդ որուսինք գասկազամիտները անոնք որոնք միայն գասկած վախ եւ երգյուղ գցանեն առանց խոսք մկաչալերական եւ օրտնության խոսքը քեզի ասել է։ Ցեկի ասոնք։ Հինգերորդ անոնք որոնք գիտես որ քեզ գոկտակորձեն, գշահակորձեն եւ միշտ իրենց ուրախությունը քու ծրակիրը տեսիլքդ
թակավորությունը չէ, իրենց ուշադրությունը քու տրամը դե, քու ունեցած թիրքը դե, քեզ մեգած լավություններն են։ 6-րդ անոնք որոնք վրատ կուզեն իշխել եւ քեզ սկալդալ, որ թուն քերի ես եւ ստրուկ։ Մինչ դու այդպես չես քույրս եղբայրս։ Դու գանչված ես ազատ լալու Քրիստոսով, ամեն։ Եվ 7-րդ եւ վերջինը անոնք որոնք կնախանցին քեզի եւ իրենց նախանցը գարդահայտեն խոսքով կամ կորձերով։ Հիմա շատ կարևոր բան բիցեմ ոստեղը։ Երբ կսեմ ցեզի որ թույլ դուր որ երթա ինչս էլ գուզեմ։ Գդրեյրեն վերցուր գյանքետ չէ։ Երբ լքե եւ կնագսեմ ցեզի 4 կարևոր բաներ բիդսեմ որ հասկանանք թե ինչ կնշանակե զինք թույլ դուր որ երթա։ Առաջինը գամուրջդ մի գդրեր հետը։ Գամուրջդ մի գդրեր հետը։ Երբ կսեմ թե թույլ դուր որ երթա չեմ ասեր որ քու հարաբերություններդ կդրե։ Անց մգար դարիներ առաջ իմ ընտանիքիս ինձի մարալին եւ զավակներուս շատ ահավոր գերբով սխալ բաներ հրճագեց եւ հայտարարեց եւ մեդիայի վրա հայտարարեց մեր մասին։ Երբ ընտանիքով գխոսեինք ինձի ասին որ բաբա բլոկեր է եւ կոծե թուրը։ Երբ աղոթեցի դերը թույլ չտվավ որ բլոկնեմ։ Եվ իրենցի որ բլոկ պիտի չնեմ, պիտի ցկեմ, որովհետև երբ բլոկնեմ գամուրջը կգդրեմ, գամուրջին դագը ռումբ կտնեմ եւ կբայթեցնեմ եւ այլևս գարելի չէ։ Միգուցե օրմը գրնա այս անցը անդրադառնալ, հա? Աս 7 անձնավորությունները կան յա։ Ասոնց մեկը գրնա անդրադառնալ, որոնք ու կյանքիդ մեջ քեզի այս չափ դժվարություն ստեղծած են, գանդրադառնա, զղջումի գուքա, գաբաշխարե, դերոջ արչև իր կյանքը կփոխվի եւ թուն եթե գամուրջդ կդրած ես գրնաս զինք կորցնել։ Գամուրջդ մի գդրեր հետը։ Երբ կսեմ թե մդերի միլար չի նշանակեր որ զինք գդրես ամփոխչական գերբով։ Գամուրջդ մի գդրեր հետը։ Միշտ գամուրջդ ցկե բաց մնա։ Երկրորդ, երբ գամուրջդ ոչ կցկես, չի նշանակեր որ իրեն խոստումներ բիդաս, իրեն բիդեսես նայր հիմա ժամանակավոր է։ Նայ կալ շաբաթ յեդեգուր փամը գնենք իրես հիմա քնակով ես կալ շաբաթ յեգուր մի շաբաթ յեգուր նո խոստումներ մի դար։ Թող ինքը գիտնա որ թուն այս քայլը առնելուց մեջ քու անցը չէ որ միան կբահբանես։ Աստծո թակավորությունն է որ կբաշխանես։ Աստծո կորզն է որ գհսկես, որտեվ երբ Աստված քեզ գանչած է որ կորձես իր թաշտի մեջ, եւ երբ դու գաստվիս, եւ երբ որ գաստվիս այս ընկերներդ, եւ յետ կմնաս, ինչը կվնասե։ Աստծո կորզը կվնասե։ Ինքը պետք է գիտնա։ Խոստում մի դար իրեն։ Յետ գարմիր քորքը մի փրեր։ Թույլ դուր որ երթա առանց գամուրջը գդրելու, առանց ասելու որ այլևս մի երևիր ինձի, այլևս մի տեսնվիր ինձի, այլևս ինձի հետ մի հարաբերիր, անոր մասին չեմ խոսիր։ Գամուրջը ցկե, բայց խոստումներ մի դար իրեն, որ եթե խելոքը լաս յետ կդառնաս ֆլան այդպես բաներ։ Թույլ դուր որ կյանքը ցույց տա, տեսնես որ իր կյանքի մեջ փոփոխություն եղավ եւ այլևս ոչ թե միայն քո անցդ, հաբա Աստծո կորձնալ աբահով է, երբ զինք երբ կընդունես։ Երրորդ բանը, որ բիդի ըլլա, հավանաբար ողբսկաս, քիչ մցավիս, ինչու։ Դերևս այս անցին հետ դարիներ ընկերություն հրացես։ Մդերիմ եղած ես։ Քախնիկներդ իրեն հետ կիսված ես եւ ինքն ալ իր քախնիկները քեզի հետ։ Թերևս երկար ժամանակ մոտ սեմ նույն բնագեն գերել խմերեք եւ հիմա հանգարց երբ որ իրեն գսես գնա հավանաբար ցավսկաս
ասեմ, մարդ կորեն ցավսկած, բայց երբեք ող մի եներ։ Գիշեք երբ որ Սամուել ասված թագավորությունը Սավուղեն արավ, մենք կգարտանք թագավորացի մեջ, որ Սամուել սուկ գներ Սավուղին համար։ Գիտեք ասված իրեն ինչ ասավ։ Ինչու համար սուկ գնես։ Ելիր յուղդ ար քնա եւ Հեսեի որդին ինձի համար թագավոր օձե եւ յուղով զինք օձե եւ թագավոր գարքե Իսրայելի համար։ Ասված իրեն ասա որ ող մի ըներ ով Սամուել։ Այն որ ասված մերժեցտուն անոր համար ող միներ։ Երբ կտեսնես մարդիկ որոնք Աստծո կողմանը ասված իրենց չէ ընդրած, ասված իրենց հետ չի կործեր եւ դու իրենց թույլ կուտաս որ ցանկետ երթա մի ող բներանունց համար։ Ցավ գսկաս Գիհիշես այն օրերը, համացայն եմ։ Եբ ող չես ներ, այդ ցավը գանցնի երտա, եբ ող կնես, ող պգմնա, ող միներ, նույնիս հետ է ցավը սկաս։ Եվ չորոտ և վերջին պանը, եբ որ այդ անցը գյանքետ կերտա, հույսով եղիր, որ ասված կեզի համար ավելի լավակույն անցմը պատրաստած է։ Ավելի լավ անցմը, որ քու դեսիլքիտ հետ համացայն գլա, քու ծրակրիտ հետ համացայն գլա, քու երազանքներուդ հետ համացայն գլա եւ քեզի հետ կկործե եւ կշարունակե քեզի հետ։ Երբեք հույսդ մի կդրեր, անոր կյանքետ երթալը հուսահատություն թող չի պատճառե քեզի։ Քիծիր որ երբ ասված մարդի կյանքետ կհանե որովհետև ուրիշ անց մգա որ գուզե հոն տնել եւ եթե թե չելած այս մարդը չի գնարածված տնել ասված երբեմն ինքը գմիջամդե ինչպես դեսանք այս մեր թեփկերում մեջ ասված ինքը գմիջամդե Իսրայելի ժողովրդի քերութենեն ասված միջամդեց եւ քնած փարավոնին հարվածներով զարգավ եւ Իսրայելի ժողովուրդը հանեց Բարականեր կան որ մարդիկ իրենք կլքեն գերտան, իրենք կցկեն եւ գերտան, եւ քեզի ասեմ անիգա քեզի համար ուրախություն թողլա, երբ կտեսնես որ իր միայն վնաս կգրես եւ քեզ մեկ հերանա ուրախ եղիր։ Իսկ երբ չերթար երրորդը թուն եղիր ասելու որ leave me alone քնախաղությունով։ Այս նյութը սիրելիներ որքան կարևոր է քու փոխհարաբերությանդ մեջ մարդոց հետ գիտնաս ընտանիքիդ եղբայրներուդ եւ քույրերուդ հետ վարվելագերբը գիտնաս ինչպես պիտենես անոր չափ կարևոր է երբ գիտնաս թե ինչպես պիտի վարվիս մարդիկ որոնք քու կյանքիդ մեջ մշտադեղ գերբով քու ուժդ կսպարեն գծծեն քու զորությունդ քու ուշադրությունդ կծրվեն թույլ դուր որ երթան եւ ասի ասեմ գեցիր Աստծո առջև եթե ովևէ մեկը գա նման անցմը կյանքիդ մեջ եւ այսօր թերևս խոսքը արիր եւ դերը քեզ հadouk կերպով հայտնեց սա որ այս 7 բարականերեն մեկ հադին մեջ այս անցը գա որ միշտ քեզի նման գացության ցկած է առաջ գեցիր Աստծո առջև աղոթե խնդրե դեր այս անցը այն անցն է որ այսօր ինձի խոսեցար եւ գուզես որ այս անցին հետ վարվիմ օգնե ինձ իմաստություն դուր ինչպես կրնամ իրեն հասկանալ դալ որ իմ կյանքես հերանա եւ եթե ասված քեզի հadouk իմաստության հոգի դված է որ իր մե հերանաս առանց զինք ցավցնելու օրտնյալլաս առանց զինք ցավցնելու օրտնյալլաս Բաժնվելու իր մե հերացնելու քեզ մե ինքը առանց զինք ցավցնելու եւ վիրավորելու լավակույն գերբանի գա է Պամանինք մայսոր Եվ ես վստահ եմ սրտիս մեջ կհավատամ որ հավանաբար ցեր կյանքի մեջ ասի 7 բարականերեն
նվազագույնը մեկ հոգի մգա։ Որ այսպես քեզի գողոքնեցնե, քեզի կշվարեցնե, կյանքիդ մեջ միշտ խնդիր, քու խնդիրներդ մորցած ես, իր խնդիրներով սպաղած ես։ Արդու աչքիդ կփանած խնդիրը միտքիդ կուքա, քիշերը անգողինը բարձդ կտնես խնդիրը մտքիդ մեջն է։ Let them go. Սե արդուն եւ քու խնդիրները թեդդ կնա։ Բայց ես գիտեմ, որ մենք որպես հայ ժողովուրդ բավական սկացական ենք։ Մեր սկացումները մեր կյանքի մեջ արժև են, քան շատ անգամ մեր դրամապանությունը։ Այս բարակային խոսքը կորզած է քան սկացումներդ։ Խոսքը կորզած է։ Այն ինչ որ ասված քեզի դվավ, սկացումներուդս է հոլիդեյ ար, եւ Աստծո խոսքին է active եղիր կյանքիս մեջ։ Եվ սկսիր։ Եվ նայիր ժամանակ մեջ պիտի տեսնես, որ անցեր կան, որ հերացան, Աստված ուրիշ օրտնված անցիկ փոխարինեց։ Եվ շրջապատված ես այնպիսի անցերով, որոնք քու ուրախությանդ ուրախագից են, քու հաջողությանդ ուրախագից են, քու բարձրանալդ կդոնեն եւ քեզ կքաչալերեն։ Հալելույա, փառք Իր Սուրբ անվանը։ Գիտեք, այսօր ամսվա վերջին գիրագին է եւ ես խնդրեցի մեր սավգավակ եղբայրներն, որ պատրաստ լան, որ եթե ցեր կյանքի մեջ կան անցմը կամ անցեր, որոնք նման բարակայի մեջ եք իրեն հետ։ Սա լսեմ, եթե ասունց մեկը որ հիշեցի, եթե գողագիցը դե զավագը դե քույրը դե սա ուրիշ բան է։ Անոր ուրիշ բան պիտի վարվիս։ Անոր լեդիտ կոչես ասեր։ Անոր գենաս դեր գսես փոխե ինձի ուժ գարողություն դուր գարենամ թիմանալ գարենամ հաղթականը լալ։ Ես չեմ խոսիր ընտանիքի դանդամներուն սխալ չհասկնաս, մեկ կալ գիրագի կակսեք որ ամուսինից հետ դիվորս եղա։ Էյվախ, ինչու է անցյալ գիրագի սիր let them go։ Հասկանանք, չէ։ Հստակ է, չէ։ Ովքեր են ասոնք, որոնք քու հոժարությունով եկան քու կյանքիդ մեջ մտան եւ քու որոշումով դալ գրնան երթալ։ Եթե մեկը գա նման գացություն ունիս եւ քիչ առաջ ինչ որսի չես կրնար ասել, սկացական անցմնես, յա ինչպես պիտեսեմ, ինչպես պիտեսեմ։ Գեգուր եղբայրները քեզ համար թողաղուտեն։ Իրենց եթե գրնաս ասել ինչ է բարական, թող եղբայրները աղոթեն Սուրբ Հոգին զորությունը եւ իմաստությունը հայտարարեն քո վրա, որբեսի գարենաս գիտնալ ամենեն նուրբ, ամենեն սիրով եւ ամենեն հաշտ կերպով իրենս ես որ դերը հետդ առանց կամուր չգդրելու ամեն ամեն քույրեր եղբայրներ դերը ցես շատ օրհնե բոլորդ շնորհքը ցեր բոլորին հետ